Երջանկությունն իր ողջ խորությամբ ընկալելու կարևորագույն նախապայմանը հոգու, մտքի և մարմնի առողջության առկայությունն է։ Բարև սիրելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաալիքի եթերում կրկին «Ապրիր առողջ» հաղորդաշարն է, որի շրջանակներում մենք փորձում ենք հոգ տանել ձեր առողջության մասին։ Եվ այսպես «Ապրիր առողջ» հաղորդաշարի առաջին հատվածում ի պատասխան բազմաթիվ հեռախոսազանգերի ևս մեկ անգամ անդրադառնալու ենք այլընտրանքային բուժման մի մեթոդի, որը տարիներ շարունակ հաջողությամբ կիրառվում է տեսողության և լսողության վերականգնման, հենաշարժիչ ապարատի հետ կապված խնդիրների շտկման, նյարդային համակարգի հիվանդությունների վերացման և առհասարակ ողջ օրգանիզմի առողջացման նպատակով։ Հիմնականում ծանր հիվանդներին կամ դժվար բուժվող հիվանդությունները բուժելու համար պետք է գտնել պատճառը, որ բերել է հիվանդության։ Իսկ ցանկացած հիվանդության մեջ, երբ որ դնում ես ճիշտ դիագնոզ, արդեն կարող ես բուժել, ճիշտ բուժել, պատճառի վրա ազդելով։ Շատ ժամանակ դեղորայքային բուժումը կատարելուց կատարում է սիմպտոմատիկ բուժում, ցավն ենք անում, գանգատն ենք անում։ Մենք աշխատում ենք կատարել հիմքից։ Որովհետև մենք բուժել ենք այսպիսի հիվանդ, ասենք շլությամբ տառապող երեխային, աչքերը բուժել էին, որ շլություն օգներ, անգամ կարող է տադրել էին մեկ աչքի վիրահատություն։ Մենք գտանք, որ պատճառը ականջներում բորբոքային պրոցեսն է, մենք աչքերի վրա չենք աշխատել։ Այժմ շատ ակտուալ է դարձել մեզ մոտ հանրապետությունում վատ լսողությամբ երեխաների, անգամ մեծերի մոտ, երիտասարդների մոտ սկսում է գնալ լսողության անկում և տեսողության խանգարումներ, անգամ դեռ երեխա հասակից գնում է տեսողության խանգարում երեխաների մոտ, աչքի բժիշկները աշխատում են օգնել, բայց չեն կարողանում դեմը առնել։ Մենք շատ ունենք հիվանդներ, որ ասում են բուժվել ենք այստեղ, բայց լավացում չի գնացել։ Կարճատեսություն, հեռատեսություն, երեխաների մոտ, երբ որ առաջանում է կարճատեսություն և խորանում է, շլություն, ասիգմատիզմ, կան բավականին շատ բուժված հիվանդներ, տեսողական ներվի մասնակի ատրոֆիա, շաքարային դիաբետից առաջացած ռետինոպաթիա, տեսողության կորուստ։ Նաև բուժվում են աչքի այնպիսի ծանր հիվանդություններ, ինչպիսին են գլաուկոման, լսողության մյուս առումով։ Լսողության համար շատ բժիշկներ ասում են, որ ներվը մահացած է, բուժել հնարավոր չի։ Հենց հիմա բուժվում են 4 հիվանդ, 2-ը տարիքով, 30-ից անց, 2-ը 3-ից 4 տարեկան։ Մեծահասակներին բոլորը ասել են մահացած ներվը բուժել հնարավոր չի։ 15-ից 20 օր են մեր մոտ բուժում, 2-ն էլ լսում են, որ ապարատով չեն լսում, հիմա լսում են։ Հիմա շատ ակտուալ հարց է դարձել հանրապետության համար, երիտասարդացել է եւ ինֆարկտների, եւ ինսուլտների քանակը, ավելի շատ է քրոնիկ հիվանդությունները, որոնք չեն ենթարկվում բուժման։ Համաշխարհային առողջապահական կազմակերպության 2003 թվականի զեկույցում ասվում է, որ երիտասարդ հասակում ինսուլտների, ինֆարկտների առաջացման 80%-ի պատճառը մակաբուծակրությունն է, ճիճվակրությունը։ Քրոնիկ հիվանդությունների չլավանալը երկար ժամանակ եւ գնալով խորանալու պատճառը մանեկեկ օրգանիզմում մակաբույծների առկայությունն է։ Շատերը կան, տեսնում եք եւ երիտասարդների մոտ, մանավանդ աղջիկների մոտ նևրոզները բավականին տարածվել են։ Դեղորայքով չեն ուզում բուժվել։ Մեզ մոտ գալիս են, ասում են բժիշկ, դեղորայքը աստիճանաբար շատացրել են, հիմա ստամոքսի խանգարումն եմ, թունավորում, ալերգիա է տալիս դեղից։ Ինչ անեմ։ Շատ ժամանակ նևրոզի վիճակ կարող է առաջանալ նաև սոմատիկ հիվանդությունների պատճառով եւ օրգանիզմում կա հիվանդություն, որը բերել է նյութափոխանակության խանգարման։ Շատ կարևորագույն հարց է քրոնիկ հիվանդությունները կամ սուր հիվանդությունները բուժելու դեպքում գտնել օրգանիզմում ընդհանուր նյութափոխանակության վիճակը, խանգարումները եւ վերականգնել։ Բավականին լավ ենթարկվում են բուժման շաքարային դիաբետով հիվանդները, նրանց բարդությունները։ Շաքարային դիաբետով հիվանդների մոտ հիմնականում գնում են տեսողական ֆունկցիայի խանգարումներ, երիկամների ախտարում, նեյրոանգիոպաթիաներ, չեմ ասում ճնշման խանգարումները, սրտի աշխատանքի խանգարումները։ Բավականին լավ արդյունավետությամբ բուժվում են միզասեռական օրգանների հիվանդությունները եւ կանացի հիվանդությունները։ Ասենք դաշտանադադարի խանգարումը, բորբոքային պրոցեսները, մաստոպաթիաները, անգամ չբերությունը, երբ որ մենք կարողանում ենք հայտնաբերել պատճառները, կարողանում ենք բուժել, կարողանում ենք օգնել մարդկանց, որը իմ կարծիքով ցանկացած բժիշկի համար ամենամեծ ուրախությունն է հույսը կորցրած հիվանդին լավացում բերելով հույս արթնացնել, որ նրա մոտ ամեն ինչ կարելի է վերականգնել։ Ցավոք սրտի շատ տարածված են պրոստատիտներով տառապողները, որը բերում է տղամարդկային չբերության, որովհետև եւ նրանք ինֆորմացված չեն, տեղեկացված չեն, որ պետքա բուժվել,
Շատ ժամանակ ոչ հիմքից են սկսում բուժել։ Շատ ենք ունենում, երբ որ գալիս են տրավմաներով, տրավմայի ցավերով, ասենք հոդային ցավերով կամ ընկելը, տրավմաները շատ լավ կարողանում ենք հանել։ Մյուս բավականին լավ արդյունքը հիպերտոնիկ կրիզներ ունեցել ենք, որ երկար ժամանակ չեն կարողացել օգնել, մենք օգնել ենք, վերականգնել ենք։ Շատ լավ բուժվում են ողնաշարի միջողային ճողվածքները։ Հիմա ոչ միայն երիտասարդ կանանց մոտ ենք մենք շատ հաճախ նկատել, գալիս են ոչ միայն միջողային ճողվածքներով, նաև գնում է ողերի դեգրադատիվ process, դա իրենց բերած յամերի պատասխաններով, այսինքն կա ընդհանուր օրգանիզմի նյութափոխանակության խանգարում, որը բերում է ամբողջ օրգանիզմի վատացմանը եւ բերել է այդ հիվանդ տեղում ողերի ոսկրային արդեն քայքայման process-ի, դեգեներատիվնի process։ Եվ այնտեղ վիրահատել հնարավոր չի։ Վիրահատես մեկը չի օգնել։ Միայն այս վերջերս մենք դուրս գրեցինք 4 նմանատիպ հիվանդ, որ կար դեգեներատիվ process անգամ ողերում, յամերի պատասխանը բուժումից հետո վերականգնվեց։ Շատ լավ արդյունքներ ունենք DCP-ով հիվանդներ։ Հիմա այդ երեխաներից երկուսը որ կան, որ ունեին լսողության խնդիր։ Հիմա կա այդ երեխան, որը նաև քայլելու խնդիր ուներ։ Հիմա քայլում է։ Իմ կարծիքով դա բավականին մեծ ուրախություն է բժշկի համար տեսնելը, որ երեխային կարողացել է օգնել։ Երևանյան հիվանդությամբ հիվանդներ ունենք մեզ դիված։ Գիտեք, հարյուրներով կարող են դիմել հիվանդներ։ Մենք չենք ասում Երևանյան հիվանդությունը բուժում ենք, բայց եթե մենք կարողանում ենք հանել պրիստուպը քչացնել, որ եթե լինում էր հաճախականությունը քչացնել եւ տևողությունը քչացնել, դա նորից հաղթանակ է, բայց ունենք նաեւ հիվանդներ, որը ընդհանրապես լավացել են, պրիստուպ չունեն արդեն 5 տարի է։ Մենք նոր ենք ներդրել տեստ թերապիան, որի միջոցով մենք քանի գնում է, քանի մենք հասկանում ենք այդ սարքինարությունները, ավելի մեծ արդյունքներ ենք ունենում։ Համատեղելով սքենարի հետ, համատեղելով ստաբիլան սարքավորման հետ։ Ստաբիլան սարքավորումը իրենից ինչ է ներկայացնում։ Դա ռազմական օդաչուների դոպուս կոնտրոլն է, այսինքն ֆունկցիոնալ խանգարումները դիագնոզելը եւ բուժելը 15-ից 20 րոպեի ընթացքում, որպեսզի նրանք կարողանան տռիժ կատարել։ Մենք այդ սարքերներ ենք դրել մեր կենտրոնում եւ կարողանում ենք բուժել հետ ինսուլտային վիճակներին, գլխապտույտով հիվանդներին, նևրոզով, դեպրեսիայով հիվանդներին, կարողանում ենք օգնել հենաշարժական ֆունկցիաների խանգարում եւ վերջապես սպորտային բժշկության մեջ ենք օգտագործում դա։ Դա վերականգնողական մի ամբողջ կոմպլեքս է։ Մյուս սարքավորումը, որը մենք աշխատում ենք, դա ձայնալուսային բինաուրալ էլեկտրոխթանիչ, հայերեն այդպես է կոչվում։ Ինչ կարող ենք անել։ Դրանով մենք մարդու գլխուղի վրա ազդելով կարող ենք բերել նևրոզների, դեպրեսիաների լավացման, անգամ լեզուների սովորացման։ Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե մարդու օրգանիզմը ինչ հնարավորություններ ունի։ Երբ որ հիվանդը դիմում մեզ, կատարում ենք առաջին հերթին կոնսուլտացիա։ Կոնսուլտացիայից հետո մենք կատարում ենք հետազոտություն։ 4 համակարգչային սարքավորումներով կատարում ենք հետազոտություն դաոբերոն, ստաբիլան, չակրա, ռիստա եւ կա նաեւ նովապրո սարքավորումով կատարող հետազոտությունները, ամբողջ օրգանիզմի հետազոտությունը բջջային մակարդակով եւ ֆունկցիոնալ եւ օրգանական խանգարումները, ողնաշարի ֆունկցիոնալ խանգարումները, կատարում ենք փսիխոտեստ, կատարում ենք լսողական, տեսողական ներվի էլեկտրական հաղորդականության շեմի ստուգումը։ Դա բավականին լուրջ հետազոտություններ են օբյեկտիվ, որը ոչ բժիշկը կարա հիվանդին խաբի, ոչ հիվանդը բժիշկին։ Կատարելով հետազոտությունը գտնում ենք մենք պատճառները, հիմքը, որը բերել է հիվանդության, մենք կազմակերպում ենք կոմպլեքս բուժում, համալիր բուժում եւ սարքավորումային բուժումը եւ եթե հարկ կա նաեւ դեղորայքային։ Մյուս սարքավորումը, որ մենք կարողանում ենք օգնել, դա մերձման մահճակալն է, նոգաբեստ, որը էլի մենք առաջիններից մեկն ենք, որ ներենք դրել կլինիկայում։ Մեզ մոտ շատ լավ կատարում են նաև շտապ օգնություն։ Կան հիվանդներ, որոնք գալիս են ուժեղ ցավերով, որը դեղորայքային միջոցով չեն կարողացել անել, մենք կարողանում ենք մեր սարքավորումներով 10-ից 15 րոպեում հանել ցավերը։ Նման կենտրոններ հագեցվածությամբ, ոչ թե կենտրոն, այլ կաբինետներ Ռուսաստանը, որ արտադրում է այս սարքավորումները, կան։ Ունեն բոլոր սարքերից մեր դրած, բայց այդ սարքերը աշխատում են առանձին։ Մենք մեր հայկականը կարողացել ենք դնել եւ իմ բժշկուհին է ինձ շատ օգնել դրանով։ Մենք կարողացել ենք այդ բոլոր սարքավորումները համատեղել եւ համալիր աշխատելով, կոմպլեքս աշխատելով ստեղծել հայկական մեթոդը, որով կարողանում ենք մենք բուժել։ Դրա համար Ռուսաստանից մենք հիմա հիվանդներ ունենք եւ կենտրոններն են ուղարկում մեզ հիմա։ Մեր կենտրոնը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, առաջին հարկ, թեքվում ենք աջ մինչև վերջ։ Սքենար թերապիա առողջության վերականգնողական կենտրոն։ Մեր համարներն են 64 99 42 64 45 39։
Ասեմ, որ մեր հյուրն արդեն տաղավարում է եւ այս պահին ես մեծագույն սիրով կներկայացնեմ նրան։ Եվ այսպես Պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ Արմինե Թումանյան։ Բարև ձեզ բժշկուհի, շատ ուրախ եմ ողջունելու ձեզ մեր տաղավարում եւ այսօր ձեր անմիջական մասնակցությամբ պետք է փորձենք լուսաբանող տեղեկատվություն ապահովել այն մասին, թե ինչ դեր ունի յոգաթերապիան անպտղության բուժման հարցում։ Թերևս սկսենք դրանից, նախ ինչ է իրենից ներկայացնում յոգան, այնուհետև կշարունակենք։ Յոգան դա հոգեֆիզիկական գիտության մի ճյուղ է, որը եկել է մեր մոտ Հնդկաստանից, ունի բավականին երկար պատմություն, մոտ 5000 տարի։ Հին հնդկերենից յոգա բառը նշանակում է միություն, միավորում։ Դա նշանակում է մարդու մտքի, մարմնի եւ հոգու միավորում։ Յոգայի նպատակն է բերել մարդուն միավորման իր սեփական անձի հետ։ Յոգայի մեջ օգտագործվում են 3 տեսակի վարժություններ։ Առաջինը դա ֆիզիկական վարժություններն են, որոնք կոչվում են ասանաներ, շնչառական վարժություններ, որոնք կոչվում են պրանոյամա եւ մեդիտացիաներ։ Իսկ հիմա զուգակցումը յոգա եւ անպտղություն, անպտղության բուժում ավելի շուտ։ Փորձեք թերևս ներկայացնել, ինչ կապ կա։ Այն մարդիկ, ովքեր կանոնավոր կատարում են յոգայի վարժությունները, ժամանակի ընթացքում բարձրանում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը, ուժեղանում է մկանույքը եւ յոգայի երկարատև կեցվածքների պահումները բերում են նրան, որ երկարում են մկանները, ջլերը եւ մարդը դառնում է ավելի ճկուն։ Բացի դրանից յոգայի վարժությունները նպաստում են նրան, որ կատարվում է ներքին օրգանների ներսում, օրգանիզմի գեղձերի ներսում, ինչը բարձրացնում է ներքին օրգանների տոնուսը եւ լավացնում նրանց ֆունկցիան։ Յոգայի վարժությունները ղեկավարող վարժություններ են։ Եթե մարդը կատարում է այս վարժությունները, նա սովորում է ավելի ճիշտ կենտրոնանալ, բարձրանում է նրա ուշադրությունը, նա ավելի լավ է հասկանում իր մարմինը եւ հնարավորություն է ժամանակի ընթացքում ստանում ղեկավարել իր մարմինը։ Շնչառական վարժությունները, որոնք կիրառվում են յոգայում, սովորեցնում են մարդուն ճիշտ շնչել, ղեկավարել շնչառությունը, բացել կրծքավանդակը եւ բարձրացնել թթվածնի մակարդակը արյան մեջ, ինչը շատ բարելավում է, այո, ամբողջ օրգանիզմի վիճակը եւ ինքնազգացողությունն է բարելավում։ Մեդիտացիաները նրանք հանգստացնում են մարդու նյարդային համակարգը, շատ մեղմորեն իջեցնում են մարմնի լարվածությունը եւ բերում են նրան, որ մարդը հասնում է ճիշտ էներգետիկ հավասարակշռության։ Քանի որ պտղաբերական խնդիրները շատ են, դրանցից որոշը մեզ հնարավորություն է տալիս լուծել յոգաթերապիան։ Որոնք են այդ պատճառները։ Նախ եւ առաջ փոքր կոնքի օրգանների արյան կանգը, հիպոդինամիան, ավելորդ քաշը եւ ամենակարևորը դա անպտղությամբ հարուցված ստրեսը։ Ահա հոգեբանական կողմը ինչի իսկապես շատ կարևոր է։ Թերևս հերթով ներկայացնենք այ յոգան ինչպես է օգնում հաղթահարել արյան կանգը օրգաններում, այնուհետև հերթով կանցնենք։ Արյան կանգը փոքր կոնքի օրգաններում բավականին լուրջ եւ հրատապ խնդիր է, որովհետեւ ժամանակակից մարդը իր օրվա մեծ մասը անցկացնում աշխատանքի վայրում, որտեղ նա նստած է սեղանի շուրջ, նստած է համակարգչի մոտ, թեկուզ նա երթևեկում է մեքենայով, նա նորից նստած է։ Եվ ինչ է կատարվում, երբ որ մարդը երկար ժամանակ գտնվում է նստած վիճակում, կատարվում է արյան ստաս, արյունը կանգ է առնում եւ անոթները ստանում են վարիկոզ լայնացում։ Եվ այդ դեպքում օրգանները նախ եւ առաջ ձվարաններն ու արգանդը չեն ստանում այն սնուցումը, որը պետք է ստանան, եւ խանգարվում է ձվարանների եւ արգանդի ֆունկցիան։ Յոգայի վարժությունները հնարավորություն շատ հաճախ հանգեցնում է անպտղության, տերմիններով ասենք, որպեսզի ազգաբնակչությունն առավել զգոն լինի։ Այո։ Յոգայի վարժությունները, որոնք լավացնում են արյունաշրջանառությունը փոքր կոնքի օրգաններում, բարելավում են ձվարանների եւ արգանդի ֆունկցիան նախ եւ առաջ։ Ընդհանրապես հիպոդինամիան ժամանակակից մարդու նստակյաց կյանքը մանավանդավերաբերում է մեր քաղաքի ապրողներին, բերում է շատ խնդիրների եւ մեկ խնդիր էլ կա, որը կոչվում է հիպերհոմոցիստեինեմիա, դրա մասին քիչ գիտեն եւ քիչ են ուշադրություն դարձնում անգամ բժիշկները։ Նյութը, որը օրգանիզմում կուտակվում է, կարող է առաջանալ նրանից, որ մարդը քիչ է շարժվում։ Նույնպես դրան բերում է սխալ սնունդը, եթե սննդի մեջ բացակայում է ֆոլատը թուրմ կամ քիչ է B խմբի վիտամինները, այո, հոմոցիստեինը նույնպես բարձրանում է ըստ տարիքի, օրինակ եթե համեմատենք 40 տարեկան կանանց եւ 20 տարեկան կանանց, հոմոցիստեինը միշտ ավելի բարձր է լինում մեծահասակների մոտ։ Ուստի եթե կա անպտղության խնդիր, պետք է նաեւ ուշադրություն հենց բժիշկները ուշադրություն դարձնեն հոմոցիստեինի մակարդակի վրա, ինչը շատ հաճախ չի արվում։ Այո, եւ այս հարցում մեզ օգնում է շարժումը։ Բոլոր անպտղ կանանց մենք միշտ խորհուրդ ենք տալիս շարժվել։ Դա կլինի յոգա, շեյփինգ, պար, լող, վազք, դա նշանակություն չունի, ամենակարևոր գործոնը այս հարցում շարժվելն է։ Ահա հիպոդինամիան նաև հանգեցնում է ավելորդ քաշի, իսկ յոգան օգնում է հաղթահարել նաև ավելորդ քաշի խնդիրը։ Այդ մասին դեռևս եւս ներկայացնենք։
Ճարպակալությունը բավականին լուրջ խնդիր է այսօր ամբողջ աշխարհում եւ նույնպես Հայաստանում։ Արդեն հայտնի է, որ ճարպակալությունով տարապող կանանց շրջանում 6 անգամ ավելի հանդիպում է դաշտանային ֆունկցիայի խանգարումները եւ 2 անգամ ավելի հանդիպում է անպտղությունը։ Ինչի հետ է դա կապված։ Հայտնի է, որ ճարպային հյուսվածքը արտադրում է էստրոգեններ, դա կանացի սեռական հորմոններն են, որոնք պետք է արտադրվեն կնոջ ձվարաններում։ Եվ այդ էստրոգենները կուտակվելով բարձր քանակում խանգարում են նորմալ ձվարանների աշխատանքը եւ խանգարում են կնոջ հորմոնալ ֆոնը։ Եվ եթե մարմնի զանգվածը իջնում է անգամ 10-15%-ով, միանգամից վերականգնում է կնոջ դաշտանային ֆունկցիան եւ նորմալ աշխատում են ձվարանները։ Յոգան օգնում է շատ մեղմորեն առանց ծանր ֆիզիկական վարժությունները օգտագործելով նիհարել։ Չնայած նրան, որ բավականին հանգիստ են կատարում յոգայի վարժությունները, ապացուցված է, որ 1 ժամ յոգա պարապելիս մարդը կորցնում է 200-ից 600 կալորիա։ Եվ դա բավականին շատ է եւ բավականին կարճ ժամանակահատվածում թույլ է մեզ տալիս իջեցնել քաշը եւ բարելավել մեր կազմվածքը։ Բացի դրանից գնում է հոգու եւ մտքի առողջացում, այ խոսենք անպտղության պատճառով առաջ եկող սթրեսի մասին եւ ինչով է օգնում յոգան այդ հարցում։ Մեր ամենօրյա աշխատանքը ցույց է տալի, որ այ կանայք, ովքեր երկար տարիներ չեն կարողանում հղիանալ, մտնում են քրոնիկ ստրեսային վիճակում։ Քրոնիկ ստրեսը դա շատ լուրջ վիճակ է եւ առանց բժշկական միջամտությունների շատ հաճախ չի ստացվում դուրս հանել կանանց այդ վիճակից։ Յոգայի վարժությունները այս հարցում շատ օգնում են մեզ, եւ շնչառական վարժությունները, եւ ֆիզիկական վարժությունները, եւ մեդիտացիաները։ Ինչ է կատարվում օրգանիզմում եւ որ կինը գտնվում է քրոնիկ ստրեսի մեջ։ Կուտակվում է մի նյութ, որը կոչվում է ադրենալին, որ անդադ արտադրվում է եւ մնում է օրգանիզմի մեջ արյան մեջ։ Այդ ադրենալինը նեղացնում է անոթները։ Ամբողջ օրգանիզմում է դա կատարում եւ նույնպես ձվարաններում եւ արգանդում։ Եվ հետեւաբար, եթե օրգանը չի ստանում նորմալ սնուցում, նա նորմալ չի կարողանում աշխատել։ Յոգայի պարապմունքները անցնում են շատ հաճելի եւ շատ հանգիստ մթնոլորտում, վառվում են մոմերը, շատ հանգիստ երաժշտություն է հնչում եւ անգամ եւ որ մարզիչը դիմում է կանանց, նա դիմում է շատ հանգիստ ձայնով։ Եվ այդ ամենը, այդ բոլոր վարժությունների կոմպլեքսը եւ մեդիտացիան միասին վերում է նրան, որ նյարդային համակարգը կնոջ մոտ հանգստանում է։ Կինը նորից սիրում է իր մարմինը, որ այդպես ասած դավաճանել է նրան, հնարավորություն չտալով մայրության բերկրանքի։ Բարձրանում է ինքնագնահատականը կնոջ, բարձրանում է տրամադրությունը։ Հայտնի է, որ յոգայի պարապմունքների ժամանակ օրգանիզմում առաջանում են էնդորֆիններ։ Էնդորֆինները դա երջանկության հորմոններն են, այո, որոնք շատ բարձրացնում են տրամադրությունը։ Եվ եթե կինը ունենա բարձր տրամադրություն եւ ընդհանրապես լավ ինքնազգացողություն, դա իհարկե նպաստում է նրան, որ բարելավում են ընտանեկան փոխհարաբերությունները։ Եվ ինչպես ընդունված է ասել, մեր ձգտումները մեր հնարավորություններն են, եւ երբ կինը իրեն երջանիկ զգա, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի այդ ձգտումները հնարավորության տեսքով կյանքի կոչել թերևս։ Եվ որտեղ է կիրառվում այդ յոգաթերապիան անպտղության բուժման հարցում, որովհետեւ իր տեսակի մեջ այն նորույթ է կարծես թե։ Յոգաթերապիան իբրև անպտղության բուժում բավականին երկար տարիներ օգտագործվում է եւ կիրառվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, մինչեւ այսօրս այդ հնարավորությունը չկար Հայաստանում, բայց քանի որ մեր կենտրոնի տնօրենը, Երևանի մարդու պտղաբերության կենտրոնի տնօրենը պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը երկար տարիներ ասոցիացիայի նախագահ է նաեւ, այո, երկար տարիներ աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում, այնտեղ կա շատ խոշոր պտղաբերական կենտրոն, որտեղ նա աշխատել է եւ կից այդ կենտրոնին գործում էր մեծ յոգաթերապիայի սրահ եւ բոլոր հիվանդները, ովքեր բուժվում էին այդ կլինիկայում, զուգահեռ անցնում էին յոգաթերապիա եւ շատ բարձր արդյունքների էին հասնում։ Եվ դրական փորձը թերևս բերվել է Հայաստան։ Այո, եւ այդ դրական փորձը մեր ամերիկյան բժիշկների Էդուարդ Մարտինովիչը որոշեց հիմնադրել Հայաստանում մի յոգաթերապիայի սրահ, Kids Fertility Center-ին, մեր պտղաբերության կենտրոնին։ Այսօր մեր հայ կանայք արդեն ունեն հնարավորություն օգտվել յոգաթերապիայի սրահից։ Յոգաթերապիայի սրահի անունը կոչվում է Նիրվանա։ Այն բացված է բոլոր մեր հայ կանանց համար, նախ եւ առաջ այն կանանց համար, ովքեր ունեն պտղաբերական խնդիրներ։ Բացի յոգաթերապիան անպտղության մեջ մեր մոտ գործում են ուրիշ խմբեր, քանի որ մեր կլինիկան ունի բավականին բարձր արդյունքներ եւ մենք ունենք բավականին շատ քանակությամբ հղի կանայք, որոնք պատրաստվում են մայրանալու։ Ունենք խումբ պրենատալ յոգայի, որտեղ պարապում են հղի կանայք։ Մենք ունենք խաթխա յոգա սկզբնակների համար բոլոր մարդկանց, բոլոր կանայց համար, ովքեր ուղղակի ուզում են նիհարել
զբաղվել յոգայով, վարել առողջ ապրելակերպ, որովհետև յոգան դա ոչ միայն ֆիզիկական վարժություններն են, յոգան դա ստեղծված է նրա համար, որ բերի մարդուն դեպի առողջ ապրելակերպ։ Իսկ առողջ ապրելակերպը դա նաև ճիշտ սնունդն է, հետևաբար կուզեմ ասեմ, որ այն կանայք, ովքեր պատրաստվում են զբաղվել յոգայով, պարտադիր պետք է բարելավեն իրենց սննդակարգը։ Եվ այն կանայք, ովքեր չեն ուզում զբաղվել յոգայով, նախընտրում են ավելի ակտիվ ֆիզիկական վարժություններ, մեր մոտ գործում են շեյփինգի խմբակներ եւ տարբեր բարային խմբակներ։ Քանի որ վերարտադրողական բժիշկները մենք համոզված ենք, որ եթե կինը շարժվի, ունենա բարձր տրամադրություն եւ լավ ինքնազգացում եւ բարձր ինքնագնահատում, ինչը շատ կարեւոր է, անպայման կլուծվեն շատ բխաբերական խնդիրներ։ Ահա, եւ դուք էլ ձեր ցուցակում անպտուղ կանանց ցուցակից նրանց կտեղափոխեք արդեն հղիների ցուցակ։ Այո։ Ահա, շատ շնորհակալ եմ այսքան հետաքրքիր արդյունավետ հեռուստախորհրդատվության համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ապրիլ առողջ հաղորդաշարի առանցքում մշտապես ձեր կողմից հնչեցված հարցերն են, ուստի շարունակեք զանգահարել մեզ առողջական ցանկացած խնդրի հետ կապված առաջատար բժիշկների կողմից օգտակար եւ բովանդակալից հեռուստախորհրդատվություն ստանալու համար։ Հավատացնում եմ ձեզ, որ մենք չենք անտեսում ոչ մի հեռախոսազանգ եւ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր բոլոր հեռուստադիտողները ստանան իրենց ուզող հարցերի պատասխանները, գտնեն իրենց բժշկին եւ վերջնականապես ազատվեն իրենց ուզող առողջական խնդիրներից։ Ապրեք առողջ, կհանդիպենք։